Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս իրավագետ, նախկին դիվանագետ Պաներ Հարությունյանն եմ։ Ողջույն, պարոն Հարությունյան, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, օրերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը նշեց, որ Ռուսաստանը ակնկալում է, որ մոտ ժամանակներս մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերները կպայմանավորվեն հաջորդ նախարարական հանդիպումների ժամանակացույցի շուրջ, նաեւ ասաց, որ Ռուսաստանը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին ուղղված հարաբերությունների լիակատար եւ համապարփակ կարգավորմանը 2020 եւ 22 թվականների ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, նկատի ունենալով այն համաձայնագրերը, որոնք Ռուսաստանում էին ձեռք բերվել, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել եւ Բաքվին եւ Երևանին տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման ու մարդասիրական հարցերի լուծման գործում։ Առնվազն վերջին նախադասությունը շատ տարօրինակ է հնչում, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի երաշխավորն է, այդ թվում եւ գերիների վերադարձի, որը այդպես էլ տեղի չի ունեցել։ Պարոն Հարությունյան, նախ սկսենք նրանից, թե որքանով է հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է ներգրավել այն գործընթացներում, տնտեսական, ենթակառուցվածքային նախագծերում, որի մասին բարձրաձայնում են։ Գիտեք, մի կողմից սանկցիաներ կիրառելով եւ նաեւ ազատականացնելով տնտեսական հարաբերությունները նույն երկրի, նույն տարածաշրջանում մի քիչ տրամաբանությանը հակասող երևույթներ են։ Ներկայումս տեսնում ենք նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում Ռուսաստանի վարչագիծը, ուստի ինչ որ ձևով այսպես ասած հետ բերել կորսվածը, կորստյան ընթացքում գտնվող դա այն է, որ հարավկովկասյան երկրները ոչ շատ միանգամից, բայց իրենց հույսերը եւ ընդհանրապես արտաքին քաղաքականությունը սկսում են ավելի շատ հույս կապել եւ հուսադրել արևմուտքի, հատկապես չմոռանանք 1 տարի կլինի արդեն ԱՄՆ-ում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ստանձնած պարտավորությունները, կոնկրետ պարտավորությունները, որոնք գնալով ավելի են կոնկրետանում, ինչպես նշեցիք 2020-ի նոյեմբերի 9-ի եւ այլ հարակից փաստաթղթեր եւ պայմանավորվածություններ, այսպես ասենք, եռակողմ Ռուսաստանի հովանու ճակերտավոր ասած ներքո իրական պտուղներ չեն տվել, ամեն դեպքում կարծում եմ եւ Երևանում եւ Բաքվում շատ լավ հասկանում են, որ պետք է ուղիղ աշխատել, իհարկե ունենալով այսպես ասած երաշխավորներ, բայց այդ երաշխավորները որպեսզի լինեն հնարավորինս օբյեկտիվ ռեգիոնալիզմի եւ տարածաշրջանի զարգացման առումով։ Ու այստեղ պետք է շեշտը դնել նրա վրա, հենց որ թրիփը ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին է վերաբերում, այլ ամբողջ մի տարածաշրջանի Միջին Ասիայից մինչև այսպես ասած Փոքր Ասիա, որտեղ կովկասյան երկրները բնականաբար պետք է առավելագույնս օգտվեն այդ տնտեսական հնարավորությունից։ Ուստի նաև տրամաբանական ճակերտավոր ասած Ռուսաստանի անհանգստությունը եւ այսպիսի շարքային, այսպես ասեմ, հայտարարություններ կատարելը։ Եվ ելի կլինեն այդպիսի հայտարարություններ, եղել են եւ կլինեն, դա այսպես ասած գործելավոճի մասը կազմում։ Բայց իրական հնարավորություններ ներգրավելու Մոսկվան չունի։ Մոսկվան պետք է այս ընթացքում 20-ից հետո հատկապես այնպես անել, որպեսզի վստահությունը հասարակություններում ավելի ամրապնդվեր եւ հասարակությունները քաղաքական էլիտաներում Հայաստանի պայմաններում, եթե դիվանագիտությունը մի կողմ, դիվանագիտական բառապաշարը մի կողմ թողնենք ճիշտն ասենք, ապա դա չկա, հակառակը։ Այնպես է արել, որպեսզի ավելի հիասթափվեն Հայաստանում, Ռուսաստանի կատարած քայլերից, ուստի դա այսպես հայտարարություններով չի կարող ստեղծել այդ վստահությունը։ Ու հետևաբար նաև վստահել տնտեսական հարաբերությունների կարգավորման առանցքային, այսպես ասած, երաշխավորի դերը
տալ միանձնյա ինչ որ մի երկրի կամ հենց կոնկրետ Ռուսաստանին, չեմ կարծում, որ դա խելամիտ քայլ կլինի ոչ Հայաստանի կողմից, ոչ Ադրբեջանի կողմից։ Շատ լավ։ Իսկ Ուստի հնարավորություններ գրեթե չկան, տեսականորեն կարող են լինել, բառերով եւ հայտարարություններով կարող են լինել, գործնականում չեմ կարծում, տեսնելով մեր իրական իրերի դասավորվածությունը, այսինքն ես գամ ձեր հացը ձեր ձեռքից խլեմ, ասեմ չեմ տալիս, հետո ասեմ ես ուզում եմ որպեսզի դու լավ ապրես։ Այսինքն մի քիչ դպրոցական երեխան էլ այդքան այդ տրամաբանությունը հասկանում է, այսինքն իսկ քաղաքականության մեջ կներեք մի քիչ կենցաղային եմ համեմատում, բայց այդպես է ստացվում։ Պարոն Հարությունյան, իսկ ուկրաինական ճակատում իրադարձությունները այս ամենի վրա անդրադառնում են, այսինքն նպաստում են նաև որ հնարավորություն են ստեղծում թե Հայաստանին, թե Ադրբեջանին ինչու ոչ հարաբերությունների կարգավորման գործընթացի, այդ թվում նաև Հայաստանի կողմից այլ ուժային կենտրոնների հետ ավելի խորը հարաբերություններ կառուցելու համար։ Դե կարծում եմ արդեն գործընթացը այդպես էլ սկսվել է, ավելի նոր ուժ պետք է ստանա դա, նաև ավելի պրագմատիկ եւ իրական ռեալ պոլիտիկից բխող Հայաստանի քայլերը, քանի որ եթե քիչ առաջ ես նշեցի, որ դա ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարցն է, այլ ընդհանրապես նախկին սովետական երկրների, միջին ասիական հանրապետությունների, նաև Կովկասյան երկու հատկապես Ադրբեջան եւ Հայաստան կտրելու հնարավորինս կտրելու տնտեսական միաբևեռ ազդեցությունից, դա Ռուսաստանի ազդեցությունից կտրելն է, որը արևմուտքի հիմնական նպատակն է ըստ էության եւ նպատակները համընկնում են որոշակի տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանն էլ է ուզում, որպեսզի իր ինքնիշխան եւ անկախ տնտեսական եւ քաղաքական ուղղվածություն ունենա, պահպանելով հնարավորինս բարիդրացիական կամ այսպես ասած կոռեկտ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ, ելնելով իր շահերից, թե որքանով է դա համապատասխանում, համընկնում, խաչվում իր շահերի հետ, ուստի այդ հնարավորությունը ընձեռնվել է եւ դրանից պետք է օգտվեն եւ օգտվում են, իհարկե դանդաղ է այդ ամենը չկատարում, ես նաեւ դա պետք է մենք հասկանանք, որ դա զգուշություն է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում, բայց տեսնում ենք, որ adekvat չեն այդ հարաբերություններում փոխ ազդեցությունները, հատկապես տնտեսական ոլորտում, տեսնում ենք, որ Արևմուտքը, Եվրամիությունը ձեռք մեկնեց հայ գյուղատնտեսի համար ժամանակավոր իհարկե, բայց որոշակի լուծումներ տալու համար, քանի որ ռուսական շուկան այսպիսի ջղաձգումներ կատարեց եւ այլն եւ անում է, դեռևս տեսնում ենք դա, ընտրություններից հետո ենք տեսնում, ուստի այստեղ հանրային կարծիքը եւ հանրային վերաբերմունքը պետք է իշխանությունը, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը նաեւ արտահայտի հանրության շահերը նաև արտաքին քաղաքականության հարաբերություններում, ինչ-ինչ ձևով թե ինչ պայմանով, բայց պետք է այդ շահը, այդ վերաբերմունքը նաև արտահայտվի հանրային քաղաքական էլիտայի կողմից իր գործընկերների հետ հարաբերություններում։ Ուստի ձեր առաջնային հարցին արդյոք իրատեսական է թե ոչ, այս պայմաններում ոչ։ Չեմ կարծում, որ դա ճիշտ կլինի, նույնիսկ եթե ինչ որ ձևով իրականանա, դա նոր, այսինքն նորից ծուղակը ընկնել կլինի։ Դուք նշեցիք, որ Ամերիկայի հետ այդ թվում նաև ավելի առարկայանում են ձեռք բերված պայմանավորվածությունները, նախորդ շաբաթ գործադիրը արդեն թրիփի վավերացման գործընթացը մեկնարկեց, այն ուղարկում է սահմանադրական դատարան եւ այլն, եւ պարբերաբար այստեղ ամերիկյան կողմից տարբեր խմբեր են այցելում այս նախագծի կյանքի կոչման տեխնիկական եւ աշխատանքների իրագործման համար։ Կխնդրեմ այս մասով անդրադառնանք, բայց առանցքում այն, որ ժամանակային իմաստն էլ բավականին մեծ է Հայաստանի համար, անդրադառնանք նաև Իրանի շուրջ կամ Իրանի հետ տեղի ունեցողին, դրա հնարավոր ազդեցություններին այս նախագծի հնարավորինս ոչ միայն ժամանակային իմաստով կյանքի կոչման, այլ առհասարակ կենսունակության, որովհետև Հայաստանի ներքաղաքական դաշտում շատ տարբեր են կարծիքները այս մասով։ Կան օրինակ որոշ ընդդիմադիր շրջանակներ, որոնք պնդում են, որ
Իրանը իր այս գործողություններով, իր այս կարողություններով, պարբերաբար հայտարարություններով որևէ պարագայում թույլ չի տալու, այսպես ասենք, հասնել նրան, որպեսզի այս նախագիծը կյանքի կոչվի եւ պարբերաբար մեջբերում են այն, որ Իրանը ամերիկյան բոլոր տարածաշրջանում գտնվող թիրախներին է իրեն իրավունք վերապահում հարվածել, դրա տակ ակնարկելով նաեւ ապագա այդ նախագիծը։ Իհարկե վտանգ կա, որ կարող է թիրախավորվել, նաև տեսնելով թե ինչ մակարդակի կհասնի այդ հակամարտության գագաթնակետը, թե մինչև ուր կհասնի, որտեղ պարբերաբար վերսկսում, թեժանում եւ հանգստանում, բայց Հայաստանի կողմից կանխարգելիչ առումով իհարկե սահմանափակ էլի կատարվել է այն դրույթը պայմանագրի մեջ, որ Հայաստանի ինքնիշխանության ներքո գտնվող կազմակերպություն է ըստ էության։ Այսինքն այստեղ նրբությունը նրանում է, որ արդյոք Իրանի նման բարեկամ երկիրը, չնայած որ Հայաստանն իրավունք ունի որպես ինքնիշխան երկիր տարբեր բազմավեկտորային կերպով բոլորի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ բալանսավորված եւ բալանսավորելու սկզբունքների շրջանակներում, արդյոք Իրանի կողմից կկատարվի այդպիսի ինքնիշխանության խախտման, այսպես ասած, անուղղակի փորձ, քանի որ ըստ էության այո, TRIP է, ամերիկյան նախագիծ է, բայց դա ամերիկյան նախագիծ չէ որպես այդպիսին, այլ տարածաշրջանային երկրների հետ միասին նախագիծ է։ Ուստի վստահ չեմ, բայց չեմ կարծում, որ Իրանի կողմից այդպիսի նոր ճակատ բացել խնդիրների հյուսիսում իր հյուսիսային հարևանների հետ ճիշտ կլինի եւ տեղին կլինի, որտեղ դա ամեն դեպքում կազդի Իրանի մեկուսացմանը, որն առանձայտել մեկուսացված է, իսկ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները չեմ կարծում, որ այդպիսի վտանգի տակ ինչ որ մեկը կմտածի դնել, բայց տեսականորեն ինչպես գիտենք հակամարտությունները անկանխատեսելի ելքեր են ունենում, ինչպես Ուկրաինայինը տեսանք 4 օրվանը 4 տարի դարձավ, հակված եմ մտածելու, որ չի լինի այդպիսի ելք, բայց նաև Հայաստանը կարող է իր միջնորդի դերը կատարել, ակտիվ միջնորդի դերը կատարել, ինչ որ չափով մեղմացնելու արևմուտք, ոչ թե մեղմացնելու, այլ ավելի երկխոսությանը մասնակցելու արևմուտք-Իրան հակամարտության մեջ, ավելի ճիշտ ԱՄՆ-Իրան հակամարտության շրջանակներում, որով կարող է նաև ազդել հետագայում իրեն ապահովագրելու առումով։ Այդ նախագծերի իրագործման, դրանց կենսագործման մեջ ինչպիսի օրինակ աջակցություն կամ ներկայություն կարող է ունենալ Եվրոպական միությունը, եթե օրինակ հիշենք նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը տարածաշրջան, որտեղ նա հայտարարեց 200 միլիոն եվրոյի մասին, հենց ենթակառուցվածքային ներդրումների մասով եւ ակնհայտ հետաքրքրություն ցուցաբերելով կառույցի կողմից Հայաստանի հյուսիսային հատվածների երկաթուղային ցանցերի մասով։ Եվրոմիության կողմից տարբեր մակարդակի եւ մասնավոր եւ հանրային հատվածներից կարող են լինել տարբեր մակարդակների ներդրումներ, մասնավորապես կարող է ըստ երկրների առաջնահերթության տրվեն ընկերությունների երաշխիքներ նաեւ Եվրոպայի ներսում, այսինքն ռիսկերի որոշակի գնահատման արդյունքում տրվեն երաշխիքներ եւ այն իմաստով երաշխիքներ, որ ներդրում կատարելը դա դառնում է շատ եվրոպական ծրագրի շրջանակներում ոչ թե մասնավորից դեպի մասնավոր, Եվրամիությունից ոչ Եվրամիության երկիր, այլ տարբեր ծրագրեր այդպես կարող են անել, թե ինչ ծավալի եւ որ ոլորտի, ստրատեգիական որ ոլորտին կլինի Եվրամիության անհատական կամ կոլեկտիվ ներգրավվածություն, դա նաև կախված կլինի մեզնից, թե որն ենք առաջնահերթ
համարում եւ որի համար կարող ենք խնդրել այդպիսի ներկայություն։ Իհարկե դա մեծ, այսպես ասած, մեկ հայտարարությամբ չի որոշվելու, այլ դրա համար փորձագետներ են գալիս, դրա համար փոխանակումներ են եւ շատ բաներ հանրային չի կատարվում այդ փոխանակումների ընթացքում, ռիսկերի գնահատումներ, ընդունակությունների գնահատում եւ այլն ու լավը նաեւ այն է Եվրոպայի դեպքում, որ իրական եւ օբյեկտիվ գնահատական է տալիս, թե ինչը կարելի է անել Հայաստանի պայմաններում, ինչը չի կարող անել, որը փոխշահավետ գործարք լինի երկու կողմերի համար։ Ու ես կարծում եմ, որ այժմ այդ գործընթացը ակտիվ ընթացքի մեջ է։ Եվ դրանից հետո կհետևեն ավելի կոնկրետ հայտարարություններ կոնկրետ ոլորտներով։ Ինչպես տեսանք գյուղատնտեսության ոլորտում կատարվեց, շատ արագ ռեակցիա տրվեց, դա ոլորտներից մեկն էր, որը պահանջում էր շատ արագ արձագանք ու դա կարելի է ողջունելի համարել, որ Եվրոպան արդեն մեկ օրինակով ցույց տվեց։ Շատ լավ։ Եվրոպական միությունը պատրաստում է հաստատել նոր առաքելություն Հայաստանում հիբրիդային սպառնալիքներին, գրոհներին դիմակայելու համար։ Այս առաքելությունը Հայաստանին ինչ կարող է տալ, հաշվի առնելով նախընտրական շրջանում են հիբրիդային հարձակումները, մասնավորապես Ռուսաստանի կողմից, որոնք մենք տեսանք, բացահայտումներ, գաղտնազերծումներ, փաստերի ստուգման հարթակների կողմից տեղեկությունների ներկայացում եւ այլն, եւ հետընտրական շրջանում, որտեղ տպավորություն է, թե ընտրություններով զուտ պայմանավորված ակտիվություն էր եւ պետք է, այսպես ասենք, իրավիճակը խաղաղվի, բայց ոչ, հենց հիբրիդային, այսպես ասենք, սպառնալիքի առանձնահատկություններից մեկը այն է, որ այն կարող է ակտիվանալ ցանկացած պահի կամ չկորցնել իր ակտիվությունը եւ շատ դժվար է լինում կանխատեսել, թե ինչպիսի գործիքակազմով գրող կամ հարձակում տեղի կունենա կոգնիտիվ, այսպես ասենք, տիրույթում։ Այս առաքելության ներկայությունը Հայաստանում էապես կփոխի իրավիճակը։ Էապես փոխելու համար եվրոպացիները Եվրամիությունը մեզ օգնելու են հասկանալ մեր խնդիրները եւ լուծման առաջարկներ ներկայացնել։ Մենք որոշում կայացնող ունենք, թե ինչպես ենք հարցը լուծում եւ քաջություն պետք է ունենանք, որպեսզի առերեսվենք խնդիրների եւ խնդիրների աղբյուրների հետ։ Առանց ընդլայնելու, թե ինչի նկատի ունեմ սրա ներքո, որ ասում եմ, բայց մենք շատ ենք սիրում կամուկացի մեջ լինել։ Տեսեք, Մոլդովայի նման երկիրը ուներ այդ խնդիրը։ Եվրոպան ձեռք մեկնեց, օգնեց, շատ ավելի քիչ բացական հետևանքներով Մոլդովան իր հերթական ընտրությունների, այսպես ասած, փուլն անցավ։ Հայաստանի դեպքում էլ, այսինքն Մոլդովայի օրինակով Եվրամիությունը բավականին խորհրդատվական եւ ռազմավարական առումով այսպես ասած ուղեցույցներ, խորհուրդներ եւ այլն դրանք կատարվել։ Բայց հիմա ավելի հիմնովին է պետք դա անել ու Հայաստանի կողմից նաեւ պետք է այդ ամբողջական, այսինքն Հայաստանի Հանրապետության տարբեր մարմինների եւ համակարգված եւ վերջնական ու հստակ որոշել, որ դա ըստ էության հիբրիդային այդ հարձակումներն ու շուտ ձևափոխվող, բայց նույն բովանդակությամբ մնացող այդ գործընթացը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության ամենամեծ վտանգն է։ Ուստի կարծում եմ, որ կակտիվացվի եւ ռեսուրսների առումով, աղբյուրների առումով Եվրամիությունը պակաս չունի այդ հարցում Հայաստանի Հանրապետության համար կլինի դա փորձագիտական թե այլ մանրամասն սկզբից մինչև վերջ, այսպես ասած, ուղեկցելու, որպեսզի այդ խնդիրը հնարավորինս մեղմացնելու եւ նվազեցնելու, մինիմալի հասցնելու համար, որտեվ մեր հասարակությունը, ինչպես բոլոր հասարակություններում տարակարծիք է, դա նաեւ ժողովրդավարություն է, բայց այդ տարակարծության վրա էլ խաղադրույքը կատարվում է ու հանրային կարծիք ձևավորել եւ այլն որոշ անհատների հանրային դեմքերի, այսպես ասած, թիրախավորելը եւ այլն եւ այլն։ Ու այդ գործընթացում, այսինքն ավելի գլոբալ որոշում կայացնելու համար պետք է այդ բոլորի միամուռ կենտրոնացումն ու քաղաքականության որոշումը, ոչ թե պերիոդիկ, այսպես ասած, ռեակցիա տալ եւ հետո մոռանալ։ Դա միշտ է լինելու, դա դարձել է, այսինքն ներկայիս մարտահրավերների առաջի ցանկի բաղկացուցիչ մասը հիբրիդային պատերազմը, այսպես ասենք։ Ուստի կարծում եմ ոչ հանրային դաշտում
շատ չի խոսում թե ինչ է կատարվելու կամ ինչ է կատարում, բայց ամեն դեպքում Եվրամիության հետ որպես ավելի անկեղծ եւ ամենամոտ այդ առումով գործընկեր պետք է խորացնել եւ ամենօրյա այդ ռեժիմով պայքարը ավելի հստակ ու արմատային լուծելու համար։ Շնորհակալություն։ Ընտրեմ։ Զրուցակիցս նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանն էր։ Մնացեք Առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։